Ես 6 տարեկանից եմ դպրոց գնացել, նախկինում իհարկե գնանք 7 տարեկանից էր։ Ընկերոջս հետ Սուրիկի հետ միասին սեպտեմբերի 1-ին մատիտ ինչգիտեմ տետրերը վերցեցինք եւ գնացինք դպրոց առաջի օրը բարձր որ ուսուցիչը ցանոթանում էր ով է ինչ է քանի տարեկան է ինքնուրույն գնացիք պարոն Այվազյան թե ծնողների ուղեկցությամբ չէ միայնակ եւ հարցրեր մերով անուն ազգանուն քանի տարեկանս հերթին դասավ ասացի անուն ազգանունս քանի տարեկանս 6 տարեկան ասես չէ լավ հիշում եմ Սողոմոնյան Պարքև Սողոմոնյաններ ուսուցիչը պատերազմի հայկական պատերազմի մասնագետ ոտքնել կորսրել էր պատերազմի ժամանակ ասես չէ դու գնա տուն եկող տարի կգաս դու ոչ դասարանից դուրս անես գնացի տուն հաջորդ օրը նորից եկա նորից ինձ տեսավ այդ ասեց ես երեք քեզ ասեցի գնա տուն եկող տարի կգաս ասեցի չէ գնա տուն մամա այդ ասա թող շատ կաթ ու մածուն քեզ տա որ շուտ մեծանաս Ասեցի ինձ Սողոմոնյանից 2-3 օր այնքան շատ մի տարվա կաթումացուն կերել եմ մեծացել եմ դասարանը բոլորս էլ ուսուցիչներ մեր հետ ծիծաղեց եւ այլն այդպես լավ ասեց տեսնում եմ որ շատ համառն է երևում երևի օրենքը խախտենք ես 6 տարեկանից դպրոց եմ տուն այդպես 6 տարեկանից դպրոց եմ գնացի ավարտեցի 64 թվականին 11-ամյակը եւ տեղափոխվեցի Երևան ուսման համար Թես հիշողության գիրք անգնեմ պետք է ասեմ ծնվել եմ Նախիջևանի Շահապունք գավառի մասի գավառի Արինջ գյուղում լրիվ հայաբնակ գյուղ է եղել հայտնի էր մեր գյուղը Արինջը հատկապես իր խաղով բարձր այսպես ասած քաղցրություն ունեցող խաղի տեսակ ունեինք մոտավորապես ինչպես մեր Արենի խաղողներ Ես ուզում եի հարցնեի նույն ուղղությամբ է հարևան է սահմանակից է եղել նույն տարածքն է Վայոց ձորն է Սյունիքն է Նախիջևանի դա Հյուսիսային հատվածի գավառները գրեթե նույնն են մարդկանց մտածելակերպն էլ եթե վերցնենք ազգագրական տեսակետից գրեթե տարբերությունները շատ քիչ են մեր գյուղը հանրահայտ էր ոչ միայն Նախիջևանի տարածքում այլ իր խաղաղագործությամբ ընդամենը 54-56 հեկտար խաղողայգիներ ունեինք, հիմնականում սև տեսակի խաղողեր, գինու խաղողեր, իհարկե նաև սեղանի խաղողատեսակներ կային, իր քաղցրությամբ ասացի, որ շատ հայտնի էր, նա միջազգային դերևս խորհրդանիշության տարիներին մի շարք անգամներ միջազգային ցուցահանդեսներում առաջնակարգ տեղեր է գրավել, նույնիսկ ես հիշում եմ 59-60 թվականներին մեր կոլտնտեսության նախագահին նվեր տվեցին միջազգային ցուցահանդեսներին մի մարդատար մեքենա, որը եզակի այդպես ասած դեպքեր էր։ Ողջ Սյունիքը մեր գյուղի միջայլոց ասեմ ընդամենը 30 կիլոմետր հեռավորությունը Անգահակոտ գյուղից անմիջապես մինչև Երագնաձորից ճանապարհը, որ հիմա արդեն 60-ական թվականներից հետո շահագործման հանվեց, Երասեց, Երագնաձոր, Սյունիք, մինչ այդ ճանապարհը գնում էր Նախիջևանի տարածքով, Սիսիանի բազան Նախիջևանում էր, երկաթգծային ամեն ինչ այդտեղ բեռները բերում, ամառ ձմեռ գրեթե ողջ տարին ելք ու մուտք կար, անմիջապես մեր գյուղի կողքով էր անցնում ճանապարհը 2 կիլոմետր հեռավորության վրա սյունեցիների վարորդները մասնավորապես ձմեռվա ժամանակ եւ որ Բիչանակի Լեռնանցիկը ձյունապատ էր լինում դժվար անցնել լինում շատ հաճախակի օրերով մնում էին մեր գյուղը բոլորը գրեթե ծանոթ բարեկամներ ունեին եւ պետք է ասել Սիսիանի շրջանի Գորիսը Ղափանը գրեթե չափազանցություն չէ դա իրենց այսպես ասած խեր շարի համար գինին միշտ մեր գյուղի Արինջի գինին էին սև գինի էր միշտ մեր գյուղից էին այդպես ասած գնում վերցնում գնելը այնպես չի որ այսօր դրամով էին գնում ժամանակին փոխում էին փոխանակում էին այո
Փոխանակում են օրինակ Սիսյանից Գորիսից բերում են խնձոր, կարտոֆիլ, ոսպ, հաճարիցորեն եւ այլն։ Եվ չեմ հիշում այսօր մոտարապես 1 լիտր գինու դիմաց 2 կիլո կարտոֆիլ էր թե 2 կիլո խնձոր եւ այլն, ինչեւ է։ Հայտնի էր մեր գյուղը այդ առումով։ Դուք մինչև քանի տարեկան եք գյուղում եղել եւ ինչպես դուրս եկաք։ Դե գյուղում ես մինչև դպրոցը ավարտել եմ 64 թվականին, միջայլոց 63, 64, կարծեմ նաև 65 թվականներին դպրոց 10-ամյա դպրոցները դարձեցին 11-ամյա, ես 11-ամյակ եմ ավարտել եւ պետք է ասեմ հիշողությամբ նաև կարծեմ դա իմ աշխատություններից գրքերից մեկում դա գրել եմ, դեր մեր գյուղը այդպես խորը ձորի մեջ երկու կողմերից սարեր գետը, որտարած գետ էր գնում, գյուղը փաստորեն գետի աջ ափին մոտավորապես 120-130 տուն բնակչություն ունեցող գյուղ էր, հայտնի էր ոչ միայն շրջանի, այլ ամբողջ Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Երբ դատարկվեց գյուղը, մարդիկ ուր գնացին ու ինչից հետո։ Գյուղը, ինչպես Նախիջևանի հայությունը փաստորեն հիմնականում դատարկվեց 1945 թվականի պատերազմից հետո, աստիճանաբար, սկզբնական շրջանում քիչ էր, բայց հետո տարի առ տարի ավելի դա սաստկացավ եւ ադրբեջանական իշխանությունների ճնշումներն էլ իրենց հերթին արդեն 60-ական թվականներին պետք է ասել Նախիջևանի տարածքը հայկական գյուղերի զգալի մասը տեղափոխվել էին հիմնականում Հայաստան։ Ես իմ աշխատություններից մեկում այդ պատճառները նշել եմ, թե ինչն էր պատճառը, որովհետև հետո դպրոցները փակվեցին, աշակերտների թիվը աստիճանաբար նվազեց եւ այլ, այդպես պատճառները մի շարք էին եւ որոնցից մեկն էլ պետք է ասել Հայաստանի իշխանությունների անտարբերությունն էր Նախիջևանյան, ասենք տարածքի վերաբերյալ շատ մեծ սիրով ընդունում էին Հայաստանում նոր Նախիջևան հայերը, որոնք որ գալիս էին, նույնիսկ կաշառք էին վերցնում, գրանցում էին Երևանում։ Էլ չէին մտածում, որ այդ տարածքը չպետք է դատարկվի, պետք է ամեն ինչով կապը պահել, հաստատել, որովհետև հազվագյուտ էր լինում, որ Երևանից, ասենք, հյուրեր են լինում Նախիջևանի տարածքում կամ երկու բարի խմբակար համույթներ են գալիս, համերգներ են տալիս։ Ես լավ հիշում եմ մեր հայտնի ծանրորդներից մեկը բիստեցի էր Սերգո Համբարձումյանը, մի անգամ եկավ մեր գյուղ, դա 60 թվականներն էր, նախատեսել էր մեկ օր պետք է լինի գյուղում, բայց այնքան ժողովուրդը որ կապնված էին, 2 օր ստիպված ինքը մնաց եւ այլ այդ ամեն ինչը ցուցադրում էր եւ այդպես շրջագայում էր Նախիջևանի մի քանի այդպես գյուղերում կամ պատահում էր երկի բարի համույթներ էին գալիս, որ դարձյալ մեկ օր պետք է այդ գյուղում մնան, հաջորդ գյուղում ակումբ ունեին, բավականին մեծ մի 300 տեղանոց, գուցե մի քիչ ավելին, 2-3 օր փաստորեն ստիպված մարդիկ կարոտ էին, այդ կարոտը կար, բայց ցավոք սրտի իշխանությունները, Հայաստանյան իշխանությունները տեր չէին կանգնում այս ամենին, աստիճանաբար բաց ետել դպրոցը ավարտելուց հետո երիտասարդները, եթե 30-ական թվականների Նախիջևան քաղաքում կար մանկավարժական ուսումնարան, բժշկական ուսումնարան, դրանք աստիճանաբար փակվեցին։ Դպրոց ավարտելուց հետո երիտասարդները ինչ պետք է անեն, կամ պետք է գնային կոլտնտեսություն աշխատեին, կամ ադրբեջաներեն էր ամեն ինչ պետական կառույցներում աշխատելու համար, պետք է տիրապետեին նաև ադրբեջաներին, որը իհարկե հայերը չէին բանանում մնում էր մի ելք երիտասարդները տեղափոխվեն Հայաստան սովորեն եւ եթե գալիս են սովորում են բնականաբար մնում են Հայաստանում աշխատանք են գտնում եւ աստիճանաբար ասենք իրենց ընտանիքներին էլ տեղափոխում են այսպես աստիճանաբար դատարկվեց